Տեղյակ եք, որ Փաշինյանը հույս գաղտնի որոշմամբ շուրջ 3 միլիարդ դրամ է բաժանել իշխանականներին, նախարարներին մոտ 7 միլիոն դրամ, վարչապետին ու փոխվարչապետերին ավելի շատ, բայց ասում է, որ թոշակները բարձրացնենք, թոշակառուն չի իմանա ինչի վրա ծախսի ավել գումարը։ Ես թոշակառու եմ, թող ինքը չնեղենա, ես իրենենա լավ հաշիվ գիտեմ ու չափով գծախսեմ, ոչ թե չդեմ ինչ ավել բաներ չխոսեմ։ Այդ խորատեն լսեցի այն որ նույնիսկ ես մի քվրգան մարդեմ էլի, նույնիսկ քրվեցի քիչ մնար տելևիզիոն էլ չարտի։ Թոշակառուները ընկել են բաղվածի օրը, քսե եթե ձիզ չսատկեր 2 տարի կաբրիր։ Եղավ։ Թող նիգոլն են այդ օրը։ Մեզի այնպես ղեկավարի պետք որ գոնե ցածր հասարակ խավին գոնե ձեր բռնի։ Տանի 3 միլիոն կուտա պատգամավորներին, որ գիլիզ լավ տեղերը ձգցնեն, թոշակառուներին չէ։ Հիմա ես թոշակառու եմ, խոսքի քարտով կստանամ, ես քարտը որտեղ բերեմ, դեմ տամ, որ առնեմ սաղամսվա, մեկը ունի կողքից գումար տվող, իր համար շատ է հանգիստ, մեկն է չունի։ Բոլորն է գիտեն ինչու վրա ծախսեն, աղջիկ ջան։ Թող իրանք օհերոն նստեղ խիղճ ունենան։ Այդի շատ լավ են էլը։ Մեղք են իրանք։ Չէ, իրանք մեղք են, իրանք պետք է։ Մենք թոշակառու ենք, տեղ գնացել եմ 36,000 դրամ թոշակ է։ Այդ դրով դարի ավրի։ Գնացել եմ տեղորյակ կառնիմ 12,000 դրամի տեղորյակ։ Դարի ավրի, ծխող եմ արդեն։ Մի քիչ ցինիկ արդայություն է, ինչեղ թե եթե թոշակառուն գումար ունենա չի իմանա ինչեղ ծախսեք, ամեն արդայություն նոր եղել է, չգիտեմ ինչքան գվարեք ազը չի տակնա, մեկ է տունը պիտի սարքվի է, սեղմեցվի, դուք գումարը տվեք, իրանքը որոշեն ինչեղ ծախսեն կամ չծախսեն, կամ հետ գցեն կամ ինչ-որ բան են։ Եթե թոշակառուն համակարգչային ծրագիր չգիտե, եթե ինքը տաժե չունի, այդ սմարթֆոն հեռախոսն որ կարողանա ինչ-որ մեկին հավելվածով նվերեն է, այդ գումարը է պետք է ստացավ, ինքը տնտեսը մի 1000 դրամ կրնա թորնիկին մի հատ գեղեցիկ, չգիտեմ, չեմ կարող ես թոշակառուի մտածելակերպը որոշեմ, բայց մեր թոշակառուները ծայրահեղ վիճակում են, այսօրվա քնաճը ամեն ինչը տեսնելով։ Ինքը նորա լավ մարդ եղնի, թոշակառնողների թոշակը ոչ թե 20,000, այլ 50,000 է բարձրացնե, որ այդ ժողովուրդը իշխոր 2018 թվին թիգուն կայնանք, բերինք մեյդան, ղեկավար դարձրինք, որ հիմի էլ նորից նույն բան են, հասկացար։ Ելնելով որ բոլոր մտերքներն ու միրգը ասենք թանկացել է, հավանականի սնունդի վրա։ Թորներից Հա ասեցինք, հա խոսեցինք, մեկ կանխիկ չես հասկանա ինչ մեյմունություն է։ Չգիտենք, սոված ծարար ծրդին բբզած նստած ենք, չգիտենք ինչի վրա ծախսենք։ Ավելացնում է թող համատարած բոլորին ասենք 10 է, 10 բոլորին ինչ կանխիկ, ես ոչ էլ հասկանում եմ, ոչ էլ ի վիճակի եմ նման բան գործակի մեջ մտնել։ Ինչքան փող է ծախսե Փաշինյանը իրա քանի ապարատը 7 միլիարդ, չէ։ Որ ինքը կտնիգո իր ապարատը ավելի այժան է, ավելի թանկ է, քան թե 600,000 թոշակառուները։ Գուցե այդպես է։ 600,000 թոշակառուներս, ես էլ եմ թոշակառու, նստած նվնվանքը թե ես ինչ կենե մեր գլուխը։ Արեք օրինական ճանապարհով դիմում կերենք, որտեղ որ պետք է, թե այսպես բան կարելի որ թոշակառուին այս ձևի են։ Որ մենք կուզենք որ փողը արդեն ստանանք, նորմալ մեզի փող տա, ոչ թե ինչ որ հեքիաթային բաներս է թե դու 40,000-ով կրնաս համ տեղերը տաս, թոշակառուն մենակ տեղերի վրա է նստած, համ տեղերը տաս, համ ապրիս, համ էլ կոմունալ վճարները տաս։ Արի տեսնենք Լեննագանի պայմաններում գազոր վառես շատ կեդուզ վիճակում, շատ քիչ վիճակում, ինչքան փող դիտաս, 15-20,000 քնաս կուտաս, բը տեղերը, բը դու ինչով ապրիս։ Որ հանկարծ կոշիկ ուզեցար առնի, շոր ուզեցար առնի, դուք պիտի հեչ բան չեն հաշվի իրանք, թե ինչ աշե։ Եկա ուժ է, չէ, մենք կես միլիոնից շատ ենք, ինչի ինքը բնդազեգը մեր մասը, մենք հայ ենք, չէ, որ հայ թոշակառուն այս շմերնիկը 10,000-ը չիդե ինչեղ ծախսե, չի կնա 10,000-ի մի հատ միս առնի կամ սենք տակության համար մեկիչում շատ վառ է,
Դիք չի հաշկենա, ուրում մենք կտկան պանենք։ Շատ քիչ է դրմար չի դե ինչի վրա ծախսի։ Այդքան քիչ գումարը չի ասցնի։ Դեղը առնի թե հաց առնի։ Անհրաժեշտություն է բոլորի համար այդ գումարը։ Չի իմանա ինչի վրա ծախսի։ Իշ ծախսերի վրա ծախսի։